Հանդիպումներ, որ մշտապես անցնում են ջերմ մթնոլորտում, վերածվում ժողովրդի հետ բաց ու անկաշկանդ երկխոսության։ Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի Նորակերտ գյուղում է։ Թեև այս համայնքում հանդիպում նախատեսված չէր, բայց մարդկանց ցանկությունը անտեսել չէր կարող։ Մոտեցումը չի փոխվել, շրջել գյուղ առ գյուղ, ուղիղ նայել մարդկանց աչքերին, լսել նրանց հոգսն ու խնդիրը, ամենացավոտ հարցերին անգամ տալ շիտակ պատասխաններ։ Արգելի սիրելի ժողովուրդ, ուզում եմ ձեր բոլորին ողջունել։ Պետք է ավշար գնայինք, իմացա, որ պետք է ճանապարհ փակեք, դրա համար ասին գամ ձեր հետ հանդիպեմ, լսեմ ձեզ։ Իմ նպատակն է, որ գյուղ գնամ, նայեմ, ժողովրդի հետ խոսեմ, աչքերի մեջ նայելով, իմ խոսքը իրենց ասեմ։ Բոլորն էլ ուզում են լավ ապրեն։ Ուզում են խաղաղություն լինի, ուզում են տնտեսական զարգացում լինի, իրենց երեխաների ապագան փայլուն լինի, ամեն մեկն էլ ուզում է իր տունը լավ պահի։ Հիմա ինչ հարցեր ունեք, ասեք պատասխանեմ անկեղծ եւ պարզ։ Որ ոլորտից կուզեք, ինչից կուզեք։ Գյուղացիների ուզածը մեկն է, որ երկրի սահմանները ամուր լինեն, իրենք էլ խաղաղ երկնքի ներքո բերք ու բարիք ստեղծեն, ապրեն արժանապատիվ, առանց պատերազմի վախը սրտերում։ Պարոն Ծառուկյան, այս ժողովրդին առաջնահերթ հետարքրում է սահմանների ամրացում, խաղաղություն լինի։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Չինաստանը, Ամերիկան եւ Ռուսաստանը երաշխավորում են, որ իրանք պաշտպանում են Հայաստանին, որ պատերազմ պետք է չլինի, պետք է Հայաստանը պատերազմի դուռը փակի։ Սկսի տնտեսության զարգացման, բարեկեցության, որ երկիրը բարգավաճի։ Ոչ մեկն էլ կռիվ չի ուզում։ Մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դա մասին չմտածենք։ Մարդիկ մտահոգ են նաև սահմանին կանգնած իրենց երեխաների համար։ Իշխանության բերած խաղաղությունը փխրուն է։ Պարոն Ծառուկյան, մենք ուզում ենք խաղաղություն լինի։ Մենք զինվորներ ունենք։ Սահմանին կանգնած են, զինվորի մայրը։ Այո։ Հիմա ես խնդրում եմ, ուղղակի խաղաղություն լինի, լավ ղեկավար լինի։ 18 տարեկան երեխան իրավունք ունի սահմանի վրա կանգնելու։ 18 տարեկան երեխան անփորձ, այն նոր շիվա, նոր երեխեն զենք բռնել չի գիտի, պետք է սահմանի վրա կանգնեն միայն ու միայն պայմանագրային ծառայողները։ Մենք ավելավա պայմանագրային 10,000 հոգի ունենանք, քան թե երիտասարդների 50,000։ Այսօր սարքել են տարուկես, կարելի է սարքել 3 ամիս, բայց լիարժեք այդ գումարները տրամադրեն պայմանագրային ծառայողներին, փորձառու մարդիկ, որ ամեն տարի իրանք քննությունները հանձնեն, որ նրանք առողջ են, պատրաստական են ֆիզիկապես։ Դա ավելի մեծ արդյունք կտա, քան թե մեր անփորձ երեխեքին տանեն սահմանի վրա կայնացնեն։ Պարոն Ծառուկյան, դուք ինձ բնակարանով ապահովել եք, շնորհակալություն։ Ես ձեզնից այսպես գոհու շնորհակալ եմ։ Գյուղացու հոգսերը անհամար են, հողը, որ պետք է բարիք բերեր, գլխացավանք է դարձել։ Ոչ ուշադրություն կա, ոչ պատասխանատու կառույց, չգիտեն խնդիրները որտեղ բարձրաձայն են, ումից ինչ պահանջեն։ Պարոն Ծառուկյան, 400 հեկտար հետչիմի բոստան են դնում Սյունավանում։ Պարատանյութ այսօր դարձել է 13,000 դրամ։ Ազնիվ խոսք 5 մարդ, 10 մարդ ի վիճակի կլի առնել։ Այն մնացած ի վիճակի չեն առնելու։ Գյուղնախարարությունը այսօր պետք է բացվի անմիջապես փակե, որ գյուղը վերանա, այսօր հողերը չեն մշակում, Սիլիտրան եթե 13,000 դառը, լավ, թող պետությունը կազմակերպ բերեր ինքնարժեքը 5,000-ը, 5,000-ով տար գյուղապետին, գյուղապետը բաժաներ, աշնանել փողերը հավաքեին տային, թող Սիլիտրան էլ բերեր, Սալարկան էլ բերեր, Սերմն էլ բերեր, մթերման կետեր էլ դնեն, ժողովուրդ այսօր սաղ վարկերի պարտքերի տակ նստած, գարնանը պարտ կանն, վարկավերսն, որ գանի մշակի, աշնանել հազիվ հավաքելով, տոկոսը տա, գումարը տա, գյուղացուն գոնե իր հողի չափսով, պետք է տրամադրի գումարը առանց տոկոս, գյուղացին տունը նստածով ֆոկուս չի անելու, որ փողերը գան, սաղ ծախսե պրծելա գանանը պետք իր գործով ընկնի, հեկտարի չափով թող տրամադրեն, 0%-ով, աշնանն էլ տան, պետք է մարդկանց հնարավորություն տան, ժողովուրդը բերք ու բարիք ստեղծող մարդ է։ Նորակերտցիները ծանոթ են առաջարկ Հայաստանին ծրագրին։ Բնակիչներից մեկը հատկապես թմրամոլության դեմ պայքարն է առանձնացնում։ Ես ծանոթ եմ ձեր ծրագրերին, թմրամոլների դեմ պայքար, այսօր դպրոցական երեխեքն թմրամոլ են, այսօր երեխա են բռնել թմրամոլ, տալ են բաժին։ Այո, այսօր երեխան գնում է դպրոց, ծնողը մտահոգ է, անփորձ երեխա, կարող է առաջարկեն, կարող է փորձի այդ ուղղությամբ գնա։ Մենք պետք է ունենանք առողջ երիտասարդություն։ Այդ խնդիրը մեր բոլորինն է, իմն է, իրանն է, ձերն է, ծնողներինն է, ուսուցիչներինն է եւ պետության խնդիրն է, դա չարիք է։ Դա պետք է ընտանիք չմտնի։ Մեր գյուղը, ես 40 տարի ապրում եմ, առաջին մարտն էլ դուք եկել եք։ Սխալը ասեք, ով է եկել այստեղ։ Ճիշտ է, դες բոլորն են շատ սիրում, քանի որ դուք միշտ եղել եք ժողովրդի կողքին։ Այո։ Դուք աստվածապաշտ մարդ եք,
Դուք ընտանիքասեր մարդ եք, հայրենիքասեր մարդ եք։ Դուք միշտ եղել եք եկեղեցի կողքին, եղել եք միշտ հայ ազգի կողքին։ Մեր Նոյակերտի բոլոր ժողովուրդը ձեզանից շատ շնորհակալ է, որ դուք հարգ եկել եք։ Մի հատ եկեք բոլորս մի հատ բարձր ծափարենք մեր պարոն Ծառուկյանը։ Նորակերտում ԲՀԿ ղեկավարը ծաղիկներ խոնարհեց 44-օրյա պատերազմում եւ հայրենականում զոհված հայրենիների հուշակոթողին։ Նրանց սխրանքն անմահ է, հավերժ փառք ու խոնարհում։ Իսկ հրաժեշտից առաջ ջերմ լուսանկարներն են։ Նորակերտցիները միմյանց հերթ չեն տալիս։ Ծառուկյան ջան, ես չուչուց բլոգեր եմ, էլի մի հատ չուչուց բլոգեր եմ։ Այսօր կնես 10,000-ը դառնալու, Միլիոն ոնց որ ասում են հզոր ենք ելնելու, չէ։ ցավոտ բանվար։ Երբ որ իմացել եմ ընկերուս պապան բանը, Վարգավաճիցը, ես էլ եմ եկել։ Պետք է գնաս որ պապան համաձայնություն տա։ Սպսակված եմ 33 տարեկան։ Էդի ընտրական աշարք չի, չէ։ Չէ։ Չէ, մենք աշարք մեջ Ես չգանք։ փաստաբաններին արծեմ, չգիտեմ։ Բարեձեզ։ Գագիկ Ծառուկյանին ողջավորությամբ են ընդունում նաև Աֆշարում։ Բազմաթիվ անգամներ են նրա հետ հանդիպել, այսօր էլ նույն ջերմությամբ են դիմավորում։ Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Հիմնական իմ նպատակը ցանկությունը մեկն է եղել, որ ես ուզեցել եմ անձամբ մարդկանց հետ շփվեն, չեն կազմակերպել, որ հավաքվեն ընդհանուր մի տեղ, մի քանի հազար հոգի, 3 նախադասություն ասես գնաց, այլ յուղ առ յուղ ցանկացել եմ մարդկանց լսեմ, ասեմ, ինչ որ հարցեր կան պատասխանեմ։ ԲՀԿ ղեկավարը նախ ներկայացնում է առաջարկ Հայաստանին ծրագիրը, նշում այն կազմել են նոր մոտեցմամբ ժողովրդի բոլոր առաջարկները հաշվի առնելով։ Այս անգամ մեթոդը ես փոխել եմ։ Ոչ թե կաբինետներում նստած մարդիկ լուրջ դեմքով, ակադեմիկ, դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագետ գրել են, այլ ասել եմ ժողովրդի հետ շփվեք, բոլոր ոլորտի ներկայացուցիչների։ Իրենց խնդիրն ու խնդրեմը հասկացեք եւ այդ խնդրին լուծում են տվել, որ մարդը կարողանա աշխատի, ստեղծի ու իր ընտանիքը պահի բարեկեցիկ կյանքով։ Գագիկ Ծառուկյանը անդրադառնում է ամենացավոտ թեմաներից մեկին՝ մարդկանց վարկային բեռին։ Պետությունն այստեղ անելիք ունի։ Մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցող քաղաքացիների համար պետք է համաներում հայտարարվի։ Պետությունը պետք է իր կողմից իր ժողովուրդն են։ Հիմի 15 միլիարդ պարտք ունենք պետական ժողովուրդը ոչ մի բանից խաբար չի։ Այդ 15 միլիարդի թող 1 միլիարդ էլ ավելանա, միլիարդ 100 միլիոն, 2 միլիոն 200,000 բնակիչ այդ վարկերից կազատվի, որ ներում շնորհի, որ մարդիկ կարողանան այդ ճայճից դուրս գան։ Մարդը թե չնայում ես մտքերի մեջ վարկի օրնամո մոտեցե տուշտուգանկա, տունն են տանելու, հողն են ձեռից տանելու, դրա համար մարդիկ սա իրար հետ կռվելով, վիճելով, տրամադրություն չկա։ Ամեն ինչ ժողովրդյան լուծում ունի։ Հարկավոր է մասնագետ, հարկավոր է մարդ, որը լիարժեք տիրապետում է, սրտացավ է, որ կարա կազմակերպի, դա իրականություն դարձնի։ Համատարած խեղճությունը պետք է վերանա, հայը գլուխը նորից բարձր պետք է պահի։ Այդ նպատակով է նաև կառուցվում Հիսուս Քրիստոսի արձանը, որը դառնալու է մեր ժողովրդի հույսի, հավատի, միասնականության ու վերածննդի խորհրդանիշը։ Աստծո կամքն է, որ այդ հնարավորությունը ինձ ա տվել, որ Քրիստոսի արձան կառուցեմ, որ իմ հայ ժողովուրդը աշխարհում ասելու բան ունենա։ Առաջի քրիստոնյաց ենք, խեն բոլորս ասում Բրազիլիա, որ մենք քրիստոնեություն թողնել ենք Բրազիլիան որտեղ է։ Իրոք Աստծո մարդը մեջն է, ամենալավը, իր թանգանով, իր տեսքով, իր հզորությամբ, երբ կցանկանա, խնդիր չկա, դռները բաց է, ուղեկցեն, բարձրացնեն, թորների հետ, ընտանիքով, կոլեկտիվով մի քար կդնեք, քանի որ կառուցում ենք ազգովի։ Արձանը թողնի մեր ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ, որ բարձրանակ այն խռոված մարդիկ էլ իրար ձեր-ձեռի տան, Վիկտոր Հացկիսեն ու դա համարեն կանցյալ։ Սաղտեղեր նարդի խաղացել են։ Ես նոտ նարդի խաղացել։ Ում հետ քու հետ ես։ Ես քանի մոտ ենք խաղ։ Բայց ցանկությունը ով ինչ ասի։ Հա, ով ինչ ասի։ Խաղին ոգևորությամբ են հետևում գյուղի բնակիչները։ Սպասում թե ով կհաղթի։ Հարցը
Հարցազայնի խաչիքա։ Հարցազայնի։ Հունիսի 7 անձամբ ժողովրդին հարցնում ես ինչի կարիք կա, ինքը կրվել է։ Ցանկության վրա։ Այդ գյուղի հարցը դու Ես քեզ խոսք եմ տալիս։ Ոնց ասես։ Շնորհակալ։ Ես քեթևը պարոն Ծառուկյան։ Խոսք եմ տալիս ես։ Առաջարկը ընդունում ենք ձեր կողքին ենք Ծառուկյան ջան։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Ստեցուն։ Մինչև նոր հանդիպում։ ԲՀԿ ղեկավարի հաջորդ կանգառը Արարատ գյուղն է։ Հանդիպումն այստեղ բազմամարդ է, ջեր։ Յուրաքանչյուր քայլափոխի հանդիպող ջերմությունը հավատը պարտավորեցնող է, ասում է Գագիկ Ծառուկյանը հավելում։ Վերաբերմունքը, որին արժանանում է աշխատավոր մարդկանցից, նոր եռանդ է տալիս ավելին անելու։ Հարգելի սիրելի ժողովուրդ, առաջին հերթին իսրտ է ձեր բոլորին ողջունում եմ։ Ամենակարևորը ոչ մեկին ոչ մի բանով չես կարող զարմացնել։ Միայն ջերմություն, վերաբերմունք, որը տեսնելով մարդ իրեն ավելի պարտավորված է զգում, հավատացեք ինձ։ Ինձնից ինչ կախված է իմացեք, ավելի շատ եմ անելու։ Ես միշտ պատրաստ եմ օգտակար լինելու, պիտանի լինելու, որ մարդանց դեմքին շփիտ լինի, որ պատերազմի դուռը փակվի ընդմիշտ, որ երկիրը բարգավաճի, զարգանա, մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն։ Սպարապետի հայրենի գյուղում լավ գիտեն հաղթանակի գինը։ Մայիսյան եռատոնը թեև մեզանից խլեցին, բայց այն մեր ինքնության արյան մեջ է։ Հայ ժողովուրդը կարող է ու պետք է նորից ոտքի կանգնի, իսկ այդ ճանապարհին աշխարհասփյուր հայության միասնությունն ու ուժն է անհրաժեշտ։ Միշտ եղել է մայիս ամիսը մեր համար հաղթանակների հպարտության օր, այդ օր դա մեզնից խլել են։ Բայց մեր ժողովուրդը չի համակերպվելու։ Աշխարհում մենք ունենք շատ ազդեցիկ հայեր, հզոր, կայացած, միլիարդատեր, պաշտոնյա, բոլորը սիրում են իրենց հայրենիքը, սիրում են իրենց ժողովրդին։ Եվ նրանք պատրաստ են իրենց երկրի, իրենց ժողովրդի համար մի բան անել։ Կայացած մարդը ունե որ մարդը միշտ կուզենա ձեռագիր թողի, միշտ կուզենա լավ բան անի, որ միշտ հիշվի։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, ինքն ու թիմակիցները պայքարի մեջ են մտել ոչ թե պաշտոնի ու անձնական շահի, այլ երկրի ու ժողովրդի համար։ Ժողովուրդ, ես չեմ ասել, չէ՞ որ վարչապետն էլ բարգավաճի ես եմ լինելու, ես ասեմ, ես էլ չեմ ուզում։ Ես ուզում իմ երկիրը լավ լինի։ Ոնց որ տարբեր ոլորտի մարդիկ, դոկտորներ, ակադեմիկներ, ռեկտորներ, ղեկավարներ, ասում եմ ձեզ ցուցակում գրեն, ասում ա չէ, մենք եկել ենք, մեր համար կարևորը ոչ թե պաշտոնն է, կարևորը պետությունն է։ Ու դու մտածում ես, որ ճիշտ ուղու վրա ես, հասկացող, տիրապետող մարդիկ բոլորն ուզում են այս վիճակից դուրս գան, այս խեղճությունից դուրս գան, որ աշխարհը մեզ հարգի։ Պետք է ճիշտ կազմակերպվի, փորձառու մարդ լինի, որը կարողանում է տիրապետի, աշխատած է, արդյունք ցույց տված մարդ է։ Այստեղ եւս բազմաթիվ են մարդիկ, որոնք Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուի պաշտոնում միայն Գագիկ Ծառուկյանին են ուզում տեսնել։ Ուզում ենք բոլորը, որ դուք լինեք մեր վարչապետը, Ձեր ցավը տանեմ։ Չեմ դերել, որտեվ ասել եմ Ժողովուրդ ջան, ասեմ վարչապետի թեկնածուն էլ ես եմ ասել հլտես Ծառուկյան ընկելա գյուղ, ձենը հավաքում, որ վարչապետ լինի։ Ունեմ 4 թեկնածու, մեկը մեկից լավ։ Այսօր պետք է մեզ ապագայի վարչապետ։ Հիների ժամանակը անցել է, ձեր ցավը տանում։ Ինչ կարան արել են։ Շնորհակալ ենք, նորերն էլ որ կան 8 տարի մի բան ասեք, ասածներից իրականություն է դարել, նորից գնանք իրան ընտրենք, ձեր ցավը տանեմ, ասեք։ Չենք ուզում։ ԲՀԿ առաջնորդը քաղաքացիներին հորդորում է պատասխանատվությամբ մոտենալ առաջիկա ընտրությանը, ընդգծում յուրաքանչյուր քաղաքացու ձայն վճռորոշ նշանակություն ունի երկրի ապագայի համար։ Մենք այսօրին ենք, սա ձեր մոտեցումից ինչ ճիշտ հասկացեք։ Մեկը խաթրանում բարեկամին, մեկը հարևանը աղբորը ստղեն ա դրել թեկնածություն։ Այգու ցավը տանում է աղբորը տղեն դերելա, բայց եթե փորձը չունի, այս ժողովուրդը սա իր ձեռը տուժելու է։ Ավելի լավ է մի էլ խնդրի, որտեղ վաղը դու ես գլուխդ կախելու։ Պետք է իրար հետ ամեն գյուղ, ամեն վարչական շրջան իր հարգանք մարդ ունի, որ սաղդ հարգում եք, ընդունում եք։ Իրար հետ քննարկեք։ Ինձ ձայնել չտակ, ես նորից եմ ասում։ Էլի ես ձեր Ծառուկյանն եմ, ձեր ցավը տանեմ։ Պրոստումը որտակ, նրանց էլ պետք է պահանջեք։ Մենք ոչ մեկին չենք ճանաչում։ Ու հիմնական խնդրանքս, որ անպայման ընտրությանը մասնակցեք։ Բարձրաձայն մի ասեք, որ վաղը տղուտ գործից կանեն, կամ մի հատ գործ կարծեն, այլ գնացեք, ասեք ոչ մեկին էլ ձեն չեմ տալու լիճի, բայց ընտրությունը գնացեք քվեարկեք։ Մարդիկ չեն ուզում ինչ որ
նվեր տաս, ինչ որ բարեգործություն երկի չես կարող կառուցես։ Այդ ամեն մարդ իր հնարավորության սահմանում որպես աջակցություն, որպես բարի քայլ կատարում է, բայց դրանով երկի չի կայանում։ Պետք է լիարժեք նորմալ ծրագիր, նորմալ մարդիկ, նորմալ մասնագետներ, կուսակցական պատկանելությունը կապ չունի։ Ով էլ չուզում պետք է խնդրես, համոզես, որ սա պետքա քո ազգին, քո ժողովրդին, դու ձեռագիր թող, արի ոտի կայնացրա եւ պատմության մեջ քո անունը կգրվի։ Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, մարդկանց ընձեռելով իրենց հողում ապրելու ու արարելու հնարավորություն։ Տեղի բնակիչները այդ մասին երբեք չեն մոռանում։ Բարով եք եկել մեր Սպարապետի գյուղ։ Շնորհակալ եմ։ Ես Արարատ ցեմենտի աշխատակցուհի եմ։ Այո, հիմա աշխատում ես էլի։ Այո, երկար տարիներ։ Ապրես։ Հիացած եմ այս ֆինանսական դժվար պայմաններում, որ դուք կարողանում եք, մենակ Արարատ ցեմենտի մասին չի խոսքը, այսքան աշխատատեղ պահել։ Մենք ստաբիլ աշխատավարձ ենք ստանում։ Մենք շատ շնորհակալ ենք։ Բոլոր ծրագրերի համար էլ շնորհակալ ենք։ Արած եւ դեռ պլանավորված ծրագրերի համար։ Եվ մեկ էլ ժողովուրդ ջան, ես որպես կին, որպես հայ մայր, բոլորի դիմում եմ։ Մենք անելու ենք հունիսի 7-ին ճակատագրական ընտրություն։ Ճիշտ ընտրություն անենք, որ չունենանք նահանջ, այլ ունենանք բարգավաճ Հայաստան։ Շնորհակալ եմ։ Չգիտեմ, որ ինքը մեզ մոտ էր աշխատում։ Եղել են, որ դիմել են, Ծառուկյան ջան, ես մենակ եմ, ինձ ուղարկում են թոշակի, թոշակս լրացել է։ Դասը մարդ ինչքան կար աշխատի։ Թոշակի չուղարկում, թող աշխատի։ Դա էլ ենք ողջունում։ Կլինկերը թույլատրում են Պարսկաստանից բերեն, ավելի էժան որ չհարկվի, բայց Ծառուկյան էլի պահելով, ոչ թե ասում եք ես եմ բերում, այդ 1000 քանի 100-ի տեղը 80-ակով կլինկեր բերեմ, որ ավելի շատ գումար ստանամ։ Բայց ես տվել եմ կառավարման, որը հանձնարարել եմ, այս քաղաքում այս գործարանը պետք է աշխատի, մարդիկ կարող են իրենց տունը պահել, աշխատավարձնել չուշացնեք ամեն ինչ արեք։ Մարդը պետք է սրտացավ լինի, մարդու մասին մտածի, ձեր ցավը տանեմ։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ, պարոն Ծառուկյան։ Աստված բոլորիս պահապան։ Ձեր խոսքը միշտ այդպես է եզրափակում։ Բնակիչները խնդրում են միասին հաց կիսել, մնացածը կխոսեն աղ ու հացի սեղանի շուրջ։ Բայց նախ հարգանքի տուրք մեր քաջորդիներին։ Գագիկ Ծառուկյանը ծաղիկները խոնարհում պատերազմի զոհերի հուշակոթողին։ Բարով եք եկել։ Ես ոզմությամբ եզդի եմ։ Դիրեմ, Ես պերչում եմ, ես էլ եմ եզդի, բարով եք։ Ազգությամբ եզդի մեր եղբայրներն են, որոնք մշտապես մեզ հետ կիսել են ուրախություն ու տխրություն։ Գագիկ Ծառուկյանին տեսնելու առիթը բաց թողնել չէին կարող։ Եզդիների դեմ դա միայն խեր ու բարակյալ է բերում։ Մեր եղբայրներն են, որ իրար հետ այս երկու միշտ ապրել ենք։ Ես ասեմ իմ հարևանները մի 20 ընտանիք կան եզդի, որ հենց իմ տան վերևում են բնակվում։ Այդ օրը եթե տեսա, ուրեմն ինչ գործ բռնել է, սա հաջող է լինել։ Աստված քո գործերն հաջող տանի։ Բոլորին։ Քո խաղաղությունը լինի։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Գյուղի տարեստներն են օրինանքը շուրթերին, ուզում են, որ իրենց թորներն ապրեն ու արարեն խաղաղ երկնքի ներքո։ Երիտասարդներն էլ հատից բարձրանալու ցանկություն են հայտնում։ Ծառուկյան ջան, բարով եք եկել մեր Շնորհակալ եմ։ հույս ենք կապում հետը։ Ամենակարևորը քեզ առողջություն ունի, չլող բար գոյություն չունի։ Շնորհակալ եմ։ Բարով ես եկել մեր գյուղ, Շնորհակալ եմ, ձեր ցավը տանեմ։ Շնորհակալ եմ։ Աստված քո բարի գործերի համար քո սրտի չափ Տալիս է ընտանիքին, ուրախ եմ, շնորհակալ եմ վերաբերմունքի ընդունության համար։ Աստված պահպան մեր բոլորին, շնորհակալ եմ։ Պարոն Ծառուկյան, կներեք մի բան էլ ես ասեմ, էլի, մեր կոլեկտիվի հետ եկանք հատիս, շատ մեծ հույսեր ունենք, որ ձեզ էլ կհանդիպենք։ Ճիշտ է, շատ մեծ տպավորություններով գնացել ենք, բայց հիմա արդեն եղանակները տաքացել է, տեսել ենք, որ ժողովրդի հետ բարձրանում եք։ Հիմա ժողովրդի անունից խնդրում եմ, մի անգամ էլ կազմակերպենք, բայց որ ձեզ հանդիպենք։ Պայմանավորվի օրը կասես, պլանավորենք, անպայման ձեր հետ կբարձրանա։ Ժողովուրդ ջան, ձեզ ասեմ, իմ նպատակը մեկն է եղել, որ արձանի շինարարությունը ոչ թե ես իմ ընտանիքով եմ կառուցել, այլ ազգով եմ կառուցել, որ սաղ աշխարհը իմանա ամբողջ հայ ժողովուրդը, քրիստոնյա ժողովուրդը իրար հետ մասնակցել են, քարեն դրել, ցեխ են լցել եւ արձանը կառուցել։ Գրացիք, ստեցուն դե շնորհակալություն։ Մենք Գագիկ Ծառուկյանն եմ պատկերացնում, որ վարչապետ դառնալուց հետո կարող է հստակ ժամանակ սահմանել թշնամուն մեր դիրքերից դուրս բերելու իրենց զորքերը րոպե առաջ վերադարձնելու մեզ մեր գերիներին հզոր առաջնորդ է
Նա ցույց է տվել այդ ամեն ինչը ապացուցել է գործով, իր ապրած կյանքով։ Մենք ընդունում ենք նրա առաջարկը Հայաստանի եւ նրա կողքին կանգնած ենք։ Ինձ համար կարևորը ազգայինն է։ Ազգային արժեքների պահպանություն, ազգային ավանդույթների պահպանություն, հանուն հայրենիքի ինչ-որ բան անելու, ոչ թե անելու ամեն ինչ հանուն հարևանների կամ թշնամիների, որը ես տեսել եմ ու տեսնում եմ իրենց խոսքի մեջ, իրենց գաղափարների մեջ։ Վստահում են, որովհետև ինքը մեծ մարդ է, մեծագույն հարգանքի արժանացած մեր կողմից, սիրված մարդ է։ Այդ ծափահարությունները, որ դիմավորում են, կեղծ չի։ Բոլորին էլ ի սրտե է գալիս։ Գյուղում ածնվել, ժողովրդի հետ ածնվել, ժողովրդի հետ է մեծացել։ Դրա համար էլ ինքն էլ ժողովրդասեր մարդ է, մենք էլ ենք իրան սիրում։ Մեր տան մեջն էլ ենք խոսում, ընտանիքով էլ ենք խոսում, գյուղում էլ ենք խոսում, իր արած լավ գործերի համար, իր բարության համար։ Հաջորդ ուղղությունը Սուրենավանն է, զուռնադհոլով մեծ ու փոքրով սպասում են ԲՀԿ առաջնորդին։ Ոչ ոք ավելի լավ, քան Գագիկ Ծառուկյանը իրենց չի կարող հասկանալ վստահ են սուրենավանցիները։ Նա էլ հասարակ աշխատավորի ընտանիքից է, ամեն ինչի հասել է սեփական քրտինքով։ Ինքը ԲՀԿ ղեկավարն էլ իրեն համարում է ժողովրդի մի մասնիկը։ Զորական աշխատող ընտանիքում ծնվել, մեծացել եմ, կայացել եմ, ձեզնից մեկը ես եմ։ Կյանքը հասկանալով, գիտակցելով միշտ ցանկացել եմ լավ բան անեմ։ Ինչքան լավ բան անում ես, Աստված քեզ ավելի շատ է տալի, ժողովուրդ։ Պետք է կամեցող լինես, բարի լինես, հարցեր կան պետք է ներող լինես։ Ասեմ, կյանքում մի բան չի ներվում, դավաճանությունը չի ներվում։ Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ով ավարտել եմ։ Դպրոցից ավելի ուժեղ է։ Իհարկե, պրակտիկան միշտ ուժեղ է թորիայից։ Ինչ հարցեր ունեք, ժողովուրդ ջան։ Աշխատատեղերի բացակայությունից մինչև գյուղատնտեսություն, ներքին ու արտաքին քաղաքական մարտահրավերներ։ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցություններից են անհանգստացած։ Ուզում են դուրս գան ԵԱՏՄ-ից։ Մենք Եվրոպայի շուկային համապատասխան ստանդարտներ ապրանք ունենք, ասենք ընդունենք գյուղմթերքը եւ մեր ու ձեր արտադրածը։ Մի բան ասեմ եւ սահմանափակենք, ժողովուրդ ջան։ Վրաստանը քանի տարի առաջ հրաժարվեց Ռուսաստանից, նորից 2 տարի է, որ ուզում է մտնի Ռուսաստան։ Իրենց բորժոմին, մանդարինը դա Եվրոպային պետք է։ Ժողովուրդ ջան, մենք 1000 տարվա պատմություն ենք Ռուսաստանի հետ։ Շուկային էլ ենք ծանոթ։ Մոտ 3 միլիոն հայ բնակվում է Ռուսաստանում, գնում են խոպան, գումարներն ուղարկում են։ Տարեկան 3 միլիարդ դոլար միայն ասենք ճիր, գինի, կոնյակ, որ ուղարկում են գումարը գալիս է։ Հետո որ խոսում են անգամ հարցը բարձրացին, ասեց Եվրոպայում կվաճառեն։ Խնդրեմ եմ թող 10 մեքենա կազմակերպեն Եվրոպա տանեն վաճառեն, ասեմ հալալա ձեզ։ Այսօր մենք պետք է նայենք, որը ձեռնատու է մեր ազգին, մեր երկրի տնտեսությանը, նա պետք է անենք, ժողովուրդ։ Ես դեմ չեմ, Ռուսաստանը բացթողումներ ունի, ես չեմ ասում 100%, բայց դա երկկողմանի է։ Պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, հարցադրումը դնեն, լսեն, ասեն, ոնց կարա լինի, ոնց պետք է լինի։ Մենք այսօր սովորենք, գիտենք, ընկերություններ, շրջապատներ, շուկանել։ Ես այսօր կարամ ասեմ բարձրաձայն, եթե որոշում կայացվեց, Ռուսաստանից հրաժարվեցինք, 1 տարվա ընթացքում լինելի է ոնց որ Արցախը եղավ։ Հիշում եք 20 թվականին ասեցի, որ Արցախը կորցնել ենք 4 ամիս հետո։ Հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր։ Հիմա էլ ասում եմ բոլորին, եթե Ռուսաստանից մենք հրաժարվեցինք, իմացեք մի տարի հետո դառնալու է Արցախ։ Ինչու Գագիկ Ծառուկյանը չի հայտնում վարչապետի իրենց տեխնացուի անունը, հետաքրքրվում են սուրենավանցիները։ Ես ուզում եմ իմանամ տեխնացուն վարչապետի ով է։ 4 հոգի ունեմ։ Այսօր 4-ն էլ մեկը մեկից կիրթ, փորձառու, նեզ այսօր պետքա ոչ իներից, ոչ այսօր ներկաներից, պետքա ապագայի վարչապետ, որ այդ փորձն էլ ունի, այդ գիտելիքներն ունի, ու 4-ի նկարներն կդնեմ, իմ ժողովուրդն էլ լացում կտրվի մի հատ վարչապետի համար ընտրություն կատարեն։ Այսօր ոչ թե խոստացել եմ ծանոթ բերեկամ ինքը պետք է լինի, այլ այն մարդը, որ այս դժվարությունից իր աշխատանքով գիշերցերեք։ Կառավարության կազմը ճիշտ կազմելով, որ մարդիկ փորձորու մարդիկ լինեն, աշխատած արդյունք ցույց տված մարդիկ լինեն, որ ոլորտները տիրապետեն, որ նրանք գիշեր-ցերեկ կարողանան հիմքը դնեն։ Մեր սկզբունքը խաղաղություն, զարգացում, ժողովրդի բարեկեցություն։ Ով արեց, կապ չունի որ կուսակցությունից է, իմ գլխի վրա տեղ ունի։ Որևէ մեկը, չէ՞ դա ես ասեմ նախները ինչ արել են, շնորհակալ ենք։ Հիմա պետք է լինի ապագայի վարչապետ, այս ժամանակակից, այս իրավիճակից այս ժողովրդին անի։ Այսօր վարչապետ աշխատել է Հայաստանում, վայելք չի։ Դա չարչարանք է գիշեր-ցերեկ, դժվար աշխատանք։
կազմակերպել, հունի վրա դնել, երբ որ արդեն ամեն ինչը կլինի կազմակերպված, ծրագիրը, աշխատանքը, ոլորտը, այն ժամանակ դա վայել կա լինել։ Այսօր մենք ձեր ներկայիս պատգամավորի տեխնացուներին շատերին գիտենք ու տեսնում ենք իրենց փորձը ու իրենց աշխատանքը, շատ հարգում ենք, շատ հավանում ենք, իրոք արժանի են։ Մեծից փոքր ԲՀԿ ղեկավարին իրենց հուզող հարցերն ունեն։ Պարոն Սարգսյան մի բան ասեմ։ Ասա եղբայր։ Չէ, թող հարկասում է չգտոնա։ Տես հələ երիտասարդին նայ։ Մեր ժամանակ ուրեմն որ ես գնում էի սպորտ դպրոց Ազբեկով բոքսի, հոգնած դուրս էի գալի։ Դե բա փող չկար տաքսիով, այդ ավտոբուսով հիմի հոգնած ելնում էր ազատ տեղերներ նստում էր։ Դե այս տարիքին որ էր կանգնեի, հարց չկա, բայց որ մի քիչ բաներ չէի ուզում կանել, մեկ էլ կողքից, այ տղա։ Չես տեսնում, չես սուսուպուս պետք է ելներ կանել։ Հիմի երիտասարդ տեսնում, իր հորթ այնա, չէ։ Ոչ թե որ պապին եմ իրա։ Երիտասարդների մտահոգում է կրթություն ստանալու հնարավորությունը։ Շատերը ուսման վարձը չվճարելու պատճառով բուհերից դուրս են մնում։ Բազմաթիվ երիտասարդներ, տաղանդավոր, խելացի երիտասարդներ չեն կարող վարձը վճարեն, դա համար դուրս են մնում, այո։ Այդ թվում նաև ես։ Ես տարեկան 4000-5000 հոգի ուսման վճարեմ, կապ չունեցեք կուսակցական պատկանելությունը։ Իմ առաջարկը ուսումը պետք է անվճար լինի, որ ցանկացած երեխա կարողանա իրավունք ունենա պարապելու պիտանի մարդ դառնա։ Իմ ընկերներն էլ այդ վճարելու փոխարեն օրինակ գիշերները աշխատում են եւ այլն, այսինքն ծանրաբեռնվածությամբ։ Մի հատ էլ ծրագիր կար, ելի մեր ծրագիրներ, որ պետք է պետությունը անվճար թույլատրի, որ սովորից հետո իրան պետք է աշխատանքի տեղավորի, աշխատի իր աշխատանքի չափով 5 տարվա ընթացքում վճարը փակի։ Մինչ հեռանալը Գագիկ Ծառուկյանին ուղեկցում են գյուղի ազատամարտիկներից մեկի այգի։ Ի թիվս անվանական ծառերի, այստեղ իր անունով յասամանն է տնկում նաև ԲՀԿ ղեկավարը։ Բիրկայ այլներել սենց կապցրած, որ այս ծառը Գագիկ Ծառուկյանն է տնկե։ Գագիկ Ծառուկյանը Հայաստան եկած զբոսաշրջիկներին հրավիրում է հատիսի բարձունք։ Вы с России, да? Да. О, Россия, Армения. Ты воду налей. Давайте. Возьми. Смотрите, вместе делаем вклад в процветание армянской земли. Молодец. Очень приятно, Гагик. Очень приятно. Игорь. Очень рад. Շուրջա, պատահական ստացվել է։ Շատ ուրախ եմ, это очень замечательный день. Это будем всегда вспоминать. Очень рад. Это знак дружбы народов. Там Иисус Иордани мотов տեսնեմ։ Հանդիպման հաջորդ կանգառը Այգևանն է, որտեղ եւս Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հուշաքարին։ Այգևանում եւս հարցերը շատ ու բազմաբնույթ են։ Մարդկանց հետաքրքրում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը չի հանգեցնի հայկական արտադրանքի դուրս մղման, որքանով են պատրաստ մրցակցությանը։ Ասում են Թուրքիայի ճանապարհը բացենք, ո՞նց ես նայում։ Ասում եմ շատ լավ եմ նայում, թող բացեն, բայց մենք պետք է ի վիճակի լինենք մրցակցության։ Եթե բացեն, մենք ոչ մի բան չունենք մրցելու։ Նրանք իրենց գյուղատնտեսությանը 70% դոտացիա են տալի։ Հույրանոցներին 50% են տալի։ Մեզ մոտ հակառակը Սիլիտրան երրակի քառակի սալար կենտանք գյուղացին ոնց մրցի։ Մտան սաղ շուկան գրավելու են, սաղ վերցնել են։ Սա արտադրությունը սա փոքր միջին բիզնես է։ Պետք է մեր ժամանակ քննարկենք, նայեն, այնտեղ ինչ արժեք, ստեղ ինչ արժեք, այնտեղ ինչ դոտացիա են տալի, մենք ինչ ենք տալու, որ կանոնը մրցունակությունն է, որ իրենց հետ մրցենք։ Գյուղը դարձնել ոչ թե գոյատևման, այլ բարեկեցիկ ապրելու եւ եկամուտ վաստակելու աղբյուր։ Սա քաղաքական ուժի համար սկզբունքային է։ Գյուղացին պետք է իրեն պաշտպանված զգա պետության կողմից։ Գյուղացին պետք է անտոկոս վարկ վերցնի։ Աշխարհում չկա այդպես բան, ամբողջ Եվրոպայում 0% մարդկանց գումարներ են տրամադրել, դոտացիաներ են տալի։ Ոչ թե 25%-ով գյուղատնտեսական վարկ են տալի։ Եթե մարդուն ոչ մի բանով չես ապահովում, ոչ տեխնիկայով, ոչ սալարկով, ոչ պարտանյութով, ոչ սերմով, ոչ էլ ապրանքի ընդունման, այդ խեղճ մարդը ինչ անի։ Ինչ անի, ասա։
Սիլիտրան ումից ուզի, տրակտորն ումից ուզի, սերմն ումից ուզի, ինչ անի։ Անասնապահությունը վերանում է, կա թե էժանակ հանձնե ջուրը, հազարատ խնդիրներ կար։ Դրա համար Ժողովուրդ ջան, հարկավոր է մասնագետ մարդիկ լինեն իրենց պոստերում։ Սրտացավ, որ ինքը մտնի ժողովրդի դրության մեջ։ Կապ չունի կուսակցական պատկանելությունը։ ԿՊ-ը, Բարգավաճա, Դաշնականը, ով կարանի նա պետք է անի։ Պետք է այդ բաժանումը չլինի, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ մի երկրում ապրում ենք, այդ ամեն ինչը մեր բոլորին է վերաբերում։ Պարոն Ծառուկյան, ամեն ինչ էլ արել եք, ժողովրդին լավ էլ նայել եք։ Յուրաքանչյուր մարդ իր գործով պետք է թողնի բարի անուն, որպեսզի ժառանգները հպարտանալու առիթ ունենան, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Մարդը իր երկրում պետք է արած բան ունենա։ Կարևորը արած գործն ամենային, որ այդ մարդուն հիշեն, որ իր երեխաները, թորները հպարտ կալեն, ասեն հալալա պապիտ, կարգին մարդ էր, ոչ թե գլուխը կախի գնա միանի վրա։ Ցանկացած մարդ իր բաստողումն էլ գիտի, իր առավելությունն էլ գիտի, իր հոգու առաջ, իր խղճի առաջ պետք է իր գնահատականը 5 նշանակի։ 100% անոց չկան։ Եթե ես գամ միտեղ բաստողում ունեմ, միտեղ սխալ եմ գործը, եթե զգում եմ սխալս, կարամ ներողություն խնդրեմ։ Բայց այն մարդը, որ սխալ է զգալով, ապացում է ինքը ճիշտ է, այդ մարդը ապագա չի կարողանա, նա թույլ մարդ է։ Մարդը պետք է կարողանա ներողություն էլ խնդրի, եթե ինքը զգացել է իր բաստողումը, դա ինքը իր արժեքն ու գնահատականը ավելի մեծացնում է։ Դա միայն ուժեղ մարդը կարող է։ Երկրի շենացման գործն իրենց ուսերին պետք է վերցնեն կարող մարդիկ։ Ծանոթ բարեկամին առաջ տանելով արդյունքի չես հասնի, նշում է ԲՀԿ առաջնորդը, կարևոր համարելով արդարության սկզբունքը։ Հնարավորությունը տրվեք, պահանջեք, ինչ որ կա, օր-օրի դուք դա զգալու եք։ Պետք է կապ, ընկերություն, ծանոթություն, ճիշտ մոտեցում եւ պաշտոններին ճիշտ նշանակում։ Որ տղես ցածր էլի մյուսից, կյանքում ես չեմ, այսինքն вообще տղուս չեմ նշանակի, որ չասեն, Ծառուկին իր տղուն է դա, բայց առավել եւս պետք է ուրիշի դնես, որ կարողանաս պահանջել։ Իմ տղերքին էլ եմ ասում, բարեկամներին գործի մի դրեք, օգնեք թող լավ ապրեն, բայց պետք է դու ուրիշին դնես, որ պահանջես։ Քոնը լինի, չես կարա պահանջես։ Կյանքի փորձ է դա, ես ձեզ ասեմ իմացեք։ Այգեվանում էլ ինչպես ամենուր խնդրում են բարձրանալ հատիսի բարձունք։ Մասնակից է դառնալ Փրկչի արձանի կառուցման, որը առավել քան երբևէ առանձնահատուկ խորհուրդ ունի։ Մեր ջահելությունը ողջևորված է անպայման մասնակցի, հատիս ինչ որ մի շինարարության գործով, ինչ որ մի քարե հարիմը, ուրեմն համարը գրանցի, երբ որ կասի պլանավորի հերթականությունը, ապրե շնորհակալ ենք ցավը տանը, մերսի։ Շնորհակալություն, ստեցություն, Ժորժ, զգացված եմ, ստեցություն։ Այգեվանում հրաժեշտ են տալիս Գագիկ Ծառուկյանին, վստահ, որ կրկին հանդիպելու առիթը չի ուշանա։ Ստեցություն ախպեջան, շնորհակալություն, ստեցություն դες։ Մարդաշատ է նաև Ոսկետապ համայնքը։ 20 տարի առաջ նույն այս վայրում Գագիկ Ծառուկյանին խնդրում էին որդու հետ նկարվել։ Հիմա հերթը Թորանն է։ Շատ ուրախ ենք, որ եկել եք։ 20 տարի ձեզ ճանաչելով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ դուք միշտ մեր կողքին մի հատ թորնիկիս հետ նկարվենք։ Թորնիկիս հետ տղային է, իմ տղային է, իր պապային է, ասես գրքի մեջ նկարված է։ Նայ, ճուտիկ, նայ։ Ապրե։ Պարոն Ծառուկյան ճիշտ է գրկելու չի, բայց ինքն էլ ասում։ Գրկելի է, պրոտո ձերից մկանը բրտաց։ Այստեղ եւս մարդկանց մտահոգող բոլոր առաջնահերթ խնդիրներն են բարձրաձայնվում։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է արժանապատիվ թոշակի իրավունքը, որի նվազագույն չափը պետք է համապատասխանեցվի նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին։ Բոլոր ոլորտները գիտեմ, տեղյակ եմ, քննարկում ենք, լուծումներ ենք առաջարկում։ Թոշակների համար ավելացել են 10,000 լավ են արել, բայց պետք է
Այս 8 տարում այնքան արած լինեին, որ մինչև նվազագույն զամբյուղին համապատասխան։ Եթե հաշվարկում են միայնակ մարդը ապրելու համար ամենանվազագույնը, ինչքան գումար է պետք որ մարդը ապրի։ Չէ, իրենց հաշվարկով 150,000 չի, իրենց հաշվարկով 78,000-ը նվազագույնը։ Բայց ասենք 78 չկա, 49-ն է, որ դա առաջնային պետք է քու ժողովուրդն են կարողանաս դա ապահովես։ Նոր նվազագույնից հետո տարին տարվա վրա կարելի է ավելացնել, տնտեսությունը զարգացնել, բյուջեին գումար կա։ Պետք է ճիշտ օգտագործեն, աշխատացնեն, կազմակերպեն, աշխարհում ինչի պահանջարկ կա։ Մենք ինչ ունենք, ինչ կարանք արտադրենք, ինչ կարանք արտահանենք, ինչ կարանք մշակենք։ Մենք մեր եղածն էլ փակում ենք, ժողովուրդ։ Տեղի բնակիչների գլխավոր խնդիրը աշխատատեղն է։ ԲՀԿ ղեկավարը առաջնահերթ է համարում առնվազն 2 խոշոր պետական ներդրումային ծրագրի իրականացումը։ Մեր բնակիչների խնդրանքն է միածտեղ սառնարան որ արել է, կտես մի հատ աշխատանքի տեղ դնեք։ Միած սառնարան դնելով թող 30 հոգի աշխատի։ Դա չի լինի, որ ամբողջ ժողովուրդը աշխատի։ Երկու հատ խոշոր ծրագիր է պետք, որ մեր ժողովուրդը սա գործ ունենան։ Այսօր մենք ունենք Սյունիքում պղնձի, մոլեբդինի գործարան, որ տարեկան 40 միլիոն տոննա մենք հանքանյութ ենք անում։ Արտահանում ենք արտասահման, Իսպանիա, մշակում են։ Դրա գումարը մշակող ավելի շատ փող առնում, քան թե հանքը, որ արդյունաբերությունը դրա հանում ուղարկում է։ Դրա մեջ 15 ձևի թանկ մետաղներ կան։ Բացի դա մշակելու եթե ամբողջը կազմում է մոտավորապես 180,000 տոննա, որի գումարը կազմում է 4 միլիարդ։ 4 միլիարդից գործանին տալիս են 500 միլիոն։ 3 միլիարդը կեսը մնում է Իսպանիայում։ Այսինքն մենք կարանք մեր մոտ Արարատում այդ գործանը դնենք, այդ բոլոր աշխատողները կաշխատեն, կմշակվի, բացի դրանից դրա հետ մի 50 ձևի գործաներ կարա դնենք, դեից առաջանում է ծծմբական թթու, ծծմբական թթվից ստանում են վարդանյութեր, ֆոսֆորային ազոտական, որը եւ կարանք արտահանենք։ Տարբեր լաքեր առաջանում, գիպսակարդոն առաջանում, Հայաստանում ալյումինի գործանը փակվել է, պղնձի գործաները փակվել են, կաբելային գործաները։ Այդ բոլորը կաշխատի, այդ շահույթը կմնա մեր երկրում, բյուջեում գումար կլինի, բյուջեի գումարը համ թոշակը կբարձրանա, համ կարան պարգևատրում տան, կարան ուսանողներն տրամադրեն, նորաստեղծ ընտանիքներն էլ, պատերազմի մասնակիցներին էլ, հաշմանդամներին էլ։ Ուրեմն ճիշտ պետք է կազմակերպես աշխատանքը, որ շահույթ լինի, շահույթն էլ ճիշտ ժողովրդի մեջ բաժանես։ Առաջարկ Հայաստանին ծրագրում ներառված է նաև երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու հարցը։ Մարտիկ Գագիկ Ծառուկյանից է մանրամասները ճշտում։ Մարդիկ այսօր հնարավորություն չունեն տուն առնելու, բայց տալիս են վարդ։ Ես ուսումնասիրեցի, ոնց հասկացա, այն վարձով ապրողների համար էլ դուք ունեք ծրագիր։ Ամուսնանում են։ Նայելով նորաստեղծ ընտանիք են, մեկը տղան ստանում 200,000, կինը 120,000, 320,000, միջինը պետք է 150,000 վարձ տան։ Հիմա եթե պետությունը մասնավոր հետ պայմանավորում է, պետությունը հողն է տալի, մասնավորը սարքում է։ Ասում է, որ դու պետք է վաճառես այս գնով։ Բանկի տոկոսն էլ մեջ է, այդ վարձը 150,000 որ ամսական տալիս են, 150,000 այսօր կազմում է $400, ճիշտ է թե ոչ։ Տալիս է, որ 7 տարում այս բան վարձը վճարում ես, վճարից հետո տունը քոնն է։ Համ պետությունն է քայլ կատարում ընտանիք կազմելու համար, համ մասնավորն է փող առնում։ Այսօր թող կազմեն ամենաշատը, եթե կառուցես, պետք է կազմի մոտավորապես մի 150,000 քառակուսի մետրը։ 50 քառակուսին $20,000, եթե դու ամիսը վճարես 400, դա կազմում է մոտավորապես $5,000 տարին։ Դու 4 տարում դա վճարում ես։ Մարդը համ տունը կունենա, համ երջանիկ կապրի, ոչ թե միայն վարձ կվճարի։ Ծառուկյանի խոսքը գործ է։ Ծառուկյանի խոսքը գործ է, ինչ որ ասել է։ 20 տարի ճանաչում եմ ձեր գործերը։ Գյուղի տարեցներից մեկին մտահոգում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի վերաբերյալ թեման։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, դա մեր երկրի համար անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ Ժողովուրդ ջան, ձեզ ասեմ, այսօր որ ասում են խաղաղություն ենք բերել, խաղաղություն չկա։ Պայմանավորված հարց է, բայց ստորագրած, որոշում, սահմանը գծած, որ պայմանենք որ մեկը խախտում չի կատարելու, ով տում խախտում կատարեց պետք է պատժվի, պետք է տուժ վճար չկայացվի։ Բանավոր պայմանավորություն։ Հիմա Ալիևը, եթե վաղը պահանջադնում, քարքին պետք է վերցնեմ։ 300,000 պետք է վերեմ, ու ամեն օր շեշտադրում է իրա։ Արևմտյան Ադրբեջան։ Սևանը մերն է։ Եղբայր 300,000 ադրբեջանցի գաստեղ։ Ինչ են կանել։
Մենք մեր հայրենակիցները չեն գնում իրանց բնականը, որ տունը ինքն է սարքե, կավորա դուրը փակ, մենք իրավունք չունենք գնանք այնտեղ։ Դրել են եկեղեցին մայր տաճարը քանդում են, ասում են սա արվեստի գործ է, սա մեր ժողովրդի կատարած գործն է, ասում են իրաց տարածքն ինչ ուզում են անեն։ Ախպեր Ստեփանակերտը մերն է եղել, մեր ժողովուրդն են ապրել, դարեդար սա գիտեն։ Այդ ոնց եղավ դա մերը չէր, բայց իրանք հիմա պետք է գան Սևանում, Երևանում 300,000 ադրբեջանցի պետք է գան բնակվեն, տները կառուցեն։ Այսօր իրանք գալիս են Հայաստան, Թալինով, Վարագացովնով, որ էս մեր տունն է, բայց հենց թող փորձի մի հատ հայ գնա Բաքու, ասի որ էս իմ հոր տունն է, որ ամբողջ Բաքուն հայրն են կառուցել։ Սա արվեստի, մշակույթի, ճարտարապետական գործերը սա հայրն են կատարել։ Սարի վրա նստած են, դիրքերի վրա նստած են, հետ չեն գնացել, ասում են խաղացել, լավ, մեծ ձեռ են առ։ Գագիկ Ծառուկյանը հորդորում է գիտակցել իրենց քվեի կարևորությունը եւ անպայման մասնակցել ընտրությանը։ Վստահել այն ուժին, որի կատարած գործը սեփական աչքով են տեսել։ Ես առաջ գիտեի, որ գյուղերում այդքան քաղաքացիությամբ չեն զբաղվում, ինֆորմացիա չեն տիրապետում։ Սաղից էլ լավ տիրապետում եք, սաղից էլ լավ գիտեք, սաղից էլ լավ տեղեկացված եք։ Անենց որ միամիտ մարդ չկա, սա հասկանում է, սա գիտակցվում է։ Միայն մնում է, որ դուք միասնական լինեք։ Որոշողը դուք եք, ընտրողը դուք եք։ Ոնց կորոշեք, միևնույն է, ես ձեր հետ եմ, ձեր Ծառուկյանը։ Մի բան ասեմ, որ գնացեք, պարոն Ծառուկյան, դուք ժողովրդի ոգսով ապրող մարդ եք։ Այո։ Մաղթում եմ ձեզ Աստծով հաղթանակ։ Աստված Ծառուկյանի կողքին է։ Ոսկետափում Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ են տալիս հարազատի ջերմությամբ անհամբեր սպասում հաջորդ հանդիպմանը։ Բոլորի ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ երկրում, որտեղ խաղաղությունը կլինի երաշխավորված, տնտեսությունը զարգացող, մարդիկ պաշտպանված ու գնահատված։ Զգացված եմ ջերմության վերաբերմունքի համար, հաճախ զգացված։ Այսօր իմ հույսը ինքն է, ուրիշ մարդ չի, որովհետև իր մեջ կամ մարդկային բարձր տեսակ, ունի մեծ խիղճ, ժողովրդի համար է աշխատում, ժողովրդի համար է անում։ Աշխատասիրությունը շատ է իր երկրի համար շատ արել, շատ անդում, մենք Ղարաբաղից ենք եկած, Ղարաբաղում էլ շատ ներդրում ուներ Ծառուկյանին։ Նրա հետ կարող ես քայլել միջև վերջ, որովհետև ես տեսնում եմ շատ մեծ ուժ այդ մարդու մեջ։ Նա Աստծո կողմից ընտրված մարդ է։ Այսքան մարդկանց կողքին լինել, դա հենց այնպես չի։ Հատուկ մարդիկ են այդ շնորհին արժանանում, որից մեկն էլ պարոն Ծառուկյանն է։ Մարդը զրոյից ստեղծել է, զրոյից արել է, մարդու չարչարանքը ինքը գնահատել է միշտ։ Ինչ որ ասում է իրականությունն է, ինքը անտեղին չի խոսում։ Մենք հարգել ենք միշտ պարոն Ծառուկյանի իր գործով, իր շնորհքով, իր հայրենասիրությամբ, միշտ էլ բաց ճակատով շրջել է, բաց ճակատով մանակ է։ Պարոն Ծառուկյանից այն ամենայն անկեղծությամբ մարդ չենք տենում։ Ընտանիքասեր, հայրենիքասեր, աստվածապաշտ, աստվածավախ մարդը, դրանից այն էլ ինչ ենք ուզում։ Պարոն Ծառուկյանի անուն ազգանունը գրվելու է ոսկե տառերով մեր ամբողջ հայոց պատմության մեջ։ Քրիստինե Սուքիասյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան։